Հաղթանակը կողմերի համար որն է լինելու կամ պետությունները ոնց են դուրս գալու այս պատերազմից։ Տեսեք, Չեչնիայի օրինակը եկեք վերցնենք, հա, երբ Համադրելի է արդյոք։ Տեսեք, Ռուսաստանը էապես թուլացած էր, նկատի ունեմ չեչենական առաջին պատերազմը, որտեղ ակնհայտորեն ռեսուրս չկար պատերազմը հաղթական ավարտին հասցնելու Ելցինի կառավարման շրջանում, եւ գնացին մի այնպիսի համաձայնության, որը անվանումով Չեչնիայի անկախությունը չէր, բայց դրան շատ նման մի բան էր։ 2000-ականներին Պուտինի գալով երկրորդ չեչենական կռվով իրավիճակը էականորեն փոխվեց, հա։ Ուստի այս առումով չենք կարող բացառել նաև այս սցենարը, որ որոշակի զիջման կգնան, բայց Պուտինի ռետորաբանությունը այնպիսին է, որ կարծես դա իրեն հետ քայլի տեղ չի թողնում, ինչքան էլ պարոն Բարսեղյանն ասի, որ տրամաբանություն փնտրել պետք չի, ռուսները իրենք են ասում, հա, Ռոսիու ումում не понять, Ռուսաստանը խելքով չեք հասկանա, թարգմանենք Ռուսաստանը դե ռուսական արտահայտությունը դրա համար եմ այդպես ասում։ Ակնհայտ է, որ խաղադրույքները բարձրացված են այնքան, որքան բարձրացված են։ Դրանից հետ քայլը կարող է բերել ռուսական ամբողջ ռազմաքաղաքական այդ իմպերիալիստական համակարգի փլուզման։ Իսկ այդ իմպերիալիստական համակարգը փլուզվում է այն ժամանակ, երբ իմպերիան է հայտնվում վտանգի տակ։ Հիմա իրենք ըստ էության մարդկանց ասում են, այո, սա իմպերիայի կռիվ է, եւ ռուս ժողովուրդը մի անգամ չի ցույց տվել, որ ինքը իմպերիայի համար կարող է կռվել։ Հիմա այստեղ ձևավորվում է նոր ուկրաինական մի տրամաբանություն, ազգ, ժողովուրդ, պետություն, որը նոր պետք է ցույց տա, իսկ ինքը ինչքան է պատրաստ կռվել իր անկախության եւ այդ անկախության որ չափի համար։